Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ Տիկին Գալյան որպես շարունակություն ձեր եւ իմ գործընկերոջ հարց ու պատասխանի։ Ես մի քանի անուն եմ ուզում տալ. Սամվել Կարապետյան, Սրբազաններ, Ազգային ժողովի падգամավոր Արտուր Սարգսյան, Լիդիա Մանթաշյան, եւս երկու տասնյակի հասնող մեր գնահատմամբ քաղաքական բանտարկյալների անուններ կարող եմ տալ եւ նրանցից մի մասի հանցանքը, որի մեջ մեղադրում են, ըստ էության նաեւ միջին ծանրության հանցանքներ են, բայց որևէ այլ խափանման միջոց, քան կալանքն է, նրանց համար գոյություն չունի։ Երբ մենք պնդում ենք, որ կալանքը դա բացառապես պատժի միջոց է, դա մեր քաղաքական գնահատականը չէ բացառապես։ Դա չոր փաստն է, ինչի մասին նաև խոսեցիք դուք, վերջին 4 տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը ավելի շատ է, քան դատապարտված անձանց թիվը։ Օրինակ, 2022 թվականին ունեցել ենք 1217 կալանավոր, դատապարտված անձանց թիվը եղել է 911։ 23 թվականին 1256 կալանավոր, դատապարտվածների թիվը 1101, 24 թվականին 1317 կալանավոր, 1152 դատապարտված անձ, 25 թվականին 1401 կալանավոր, դատապարտված անձանց թիվը 1285 է։ Սա վերջին 4 տարվա վիճակագրությունն է։ Դուք նաև այլ առիթով եւս մտահոգություն եք հայտնել, որ փաստորեն կալանավորված անձանց թիվը մեր երկրում ավելի շատ է, քան դատապարտված անձանց թիվը։ Ամենայն հարգանքով ձեր մտահոգությունների հանդեպ, բայց մենք կարող ենք այդ մտահոգությունները հայտնել։ Դուք պատկան մարմինները պետք է գործ անեն, շատ կոնկրետ գործուն մեխանիզմներ կիրառեն, որ կալանքը չդառնա պատժիչ միջոց եւ ոչ միայն քաղաքական գործերով։ Այս մասով ինձ հետաքրքիր է այն նկարագրությունը, որ դուք արդեն արեցիք գործողությունների մասով եւ կմտնի ըստ էության ուժի մեջ, ինչպես կփոխվի իրավիճակը եւ Տիկին Գալյան, ես ճիշտ հասկացա, որ դուք նախաձեռնում եք փոփոխություն, որով այդ հայտնի բրասլետները հայերեն չգիտեմ ոնց է ձևակերպումը, կալանավորված անձանց համար, փաստորեն իրենք իրենց միջոցներով պետք է ձեռք բերեն, ճիշտ եմ արդյոք հասկացել ձեզ, դա ինչ գումար է իրենից ներկայացնում։ Հիմա օրինակ մարդը կարող է համարել, որ եւ չգիտեմ, նաև ակնհայտորեն լինի, որ օրինակ քաղաքական հետապնդում է իրականացվում կամ քաղաքական գործ չի, բայց մարդուն անարդարացիորեն փաստորեն այդ խափանման միջոցն են ընտրել իր համար։ Ոչ միայն փաստորեն ինքը այդ անարդարության պատին է բախվում, մի հատ էլ սեփական միջոցները պետքա տրամադրվի, որ պետությունը այդ անարդարությունը ավելի փաստորեն ամրացնի իր ոտքի վրա։ Ես խնդրում եմ ասեք, այդ ինչ գումարի մասին է խոսքը եւ որտեղից է այդ միտքը հղացել։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, չգիտեմ, հա, ճիշտ հասկացաք, բայց մի մաս կար, որ երևի ես ոչ ճիշտ արտահայտվեցի, որպեսզի դուք ավելի ճիշտ հասկանայիք։ Այսօր էլ կա այդ կարգավորումը, որ անձը իր սեփական միջոցների հաշվին կարող է կրել խափամամիջոց տնային կալանքը էլեկտրոնային բրասլետի միջոցով։ Այսինքն դա նորություն չի, դա մշտապես եղել է, որ մարդը ինքը վճարի, որպեսզի կրի եւ այո, եւ դա աշխարհում ընդունված մոդել է, աշխարհի բոլոր երկրներում, որտեղ տնային կալանքը կա, այդ մեթոդիկան կա։ Եվ մեր երկրում էլ են եղել դեպքեր, որ անձի միջոցների հաշվին է եղել, ուղղակի դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձնում անձի գույքային դրությանը։ Պետք չէ այդպես զարմանալ եւ այսպես ներկայացնել, որովհետեւ նույն գրավի դեպքում, երբ որ որոշվում է, որ խափամամիջոցը պետք է լինի գրավը, քաղաքացին սեփական գրպանից է տալիս կամ չգիտեմ, ընկերներից է վերցնում տալիս այդ գրավ խափամամիջոցը եւ նույն կերպ կարող է տեղի ունենալ էլեկտրոնային բրասլետի կիրառման պարագայում, եթե քաղաքացին իրապես վճարունակ է, այսինքն ինչու ոչ։ Ինչու ոչ, իսկ եթե չէ պետական միջոցների հաշվին պետք է լինի, իհարկե։
Ձեր հիմնական հարցադրման հետ կապված։ Ես չեմ ուզում հիմա դասագրքային ճշմարտությունների մասին խոսել, որտեղ դատարանները խափանման միջոցի տեսակը որոշելիս հաշվի են առնում ոչ թե հանցանքի ծանրությունը կամ հանցագործության դեպքի հետ կապված հանգամանքները, այլ այն ռիսկերը, որոնք որ նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում։ Ես չեմ ուզում խորանալ դրանց մեջ, որովհետև եթե խորանամ, շատ բան կարող եմ ասել։ Այդ հարցի պատասխանը այն է, որ չգիտեմ ոնց են ընտրում։ Ես իրոք չգիտեմ, բայց այդ հարցը ինձ մտահոգում է եւ պետք է մտահոգի եւ շատ ճիշտ է ձեր այն դիտարկումը, որ մտահոգվելուց հետո մենք կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք, ինչը եւ անում ենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հասարակության որևէ այլ ներկայացուցիչ, այդ թվում քաղաքական գործիչ ավելի լավ չգիտի մեր խնդիրների մասին, քան մենք, որոնք այն մարդիկ, որոնք ամեն օր այդ խնդիրներին առերեսվում են։ Հիմա մենք ունենք այդ խիզախությունը խնդիրներին առերեսվելու ու այդպես էլ անում ենք ու ասում ենք այո, այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների, եւ դա խնդիր է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործընկերների հետ իրավապահ մարմինների մենք պարբերական քննարկումներ ենք ունենում եւ նաեւ մի նորություն էլ ասեմ, վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որի անդրանիկ նիստը շուտով կկայանա եւ հարցերը, որոնք պետք է քննարկի այդ հանձնաժողովը, վերաբերելու են հենց քրեական արդարադատության ոլորտին, քրեակատարական եւ պրոբացիայի ոլորտին։ Ինչու ենք սա նախաձեռնել, որպեսզի անընդհատ երկխոսություն լինի մեր իրավապահ մարմինների, այսինքն մեր քաղաքականություն մշակողների, իրավապահ մարմինների եւ դատարանների միջև, որպեսզի մենք կարողանանք միասնական մոտեցումներ ունենալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում գիտենք մոտավորապես ով է։ Այն մարմինների ներկայացուցիչները, որոնք որ ես թվարկեցի։ Շատ բարի։ Տիկին Գալյան, նորից ամենայն հարգանքով ձեր մտահոգությունների հանդեպ։ Դուք ղեկավարում եք մի կառույց, որի անունը արդարադատության նախարարություն է։ Դուք երկրում արդարադատություն իրականացնող եք մեր շարքային քաղաքացիների պարզ ընկալումներով։ Իխամյան, խնդրում եմ, քաղաքականություն, արդարադատություն իրականացնող չի արդարադատության նախարարությունը։ Դա հակասահմանադրական հայտարարություն է։ Խնդրեմ։ Պարոն Վարդանյան, մեր հասարակության շարքային քաղաքացիների ընկալումները շատ պարզ մարդկային, շատ պարզ են արդարադատության նախարարությունից։ Հիմա մենք սահմանադրական ձևակերպումների մեջ առաջարկում եմ չխորանանք։ Ես կարծում եմ, որ դուք նաև ստեղծված իրավիճակի համար գոնե բարոյական ըստ էության պատասխանատվություն եք կրում։ Դուք շատ արդարացիորեն մատնացույց արեցիք իրավիճակը, ես էլ թվերը բերեցի։ Հիմա ես ասում եմ, բացի այն գործողությունները, որոնք դուք ունեք թղթի վրա, էլ ինչ քայլեր եք ձեռնարկում իսկապես իրավիճակը եւ առհասարակ մթնոլորտը երկրում փոխելու համար։ Տիկին Գալյան, օրեր առաջ փաստաբանին, որը գրառում էր արել, կոշտ գրառում էր, կոպիտ գրառում էր, վիրավորական գրառում էր, այո, կարելի է այդ ձևակերպումները տալ։ Մեղադրանք են հարուցում արատավորող տեղեկություններ հայտնելու հոդվածով, լավ են անում, որ հարուցում են։ Մի ամբողջ ալֆա ջոկատ գործից կտրում են, բերում են փաստաբանին, իր դատից հետո պարկացնում են ասֆալտին, բերման են ենթարկում եւ խափանման միջոցը ընտրում են կալանքը։ Ես ուզում եմ հասկանալ, մարդը գրառում է արել, փաստաբանը գրառում է արել, գործը հարուցվել, խափանման միջոցը ընտրվել է կալանքը։ Սովորաբար ինչի է ընտրվում կալանքը, որ նախաքննությանը չխոչընդոտի, չփախնի, վկաների վրա ազդեցություն չունենա, հայտնի ճշմարտություններ են, չէ՞, բոլորը գիտեն։ Ես ուզում եմ հասկանալ, այդ փաստաբանը ինչ պետք է աներ։ Այդ գրառումը պետք է խմբագրեր, թեպետ հետո գործի մեջ պարզվեց, որ քննիչը գրելա, որ ման են գալիս հայտնի ավակ գործընկերոջը, ով չգիտեմ ինչ խորհուրդներ է տվել գրառումը կատարած փաստաբանին։ Այսպիսի աբսուրդային ձևակերպումներ։ Այս օրինակներով ես պատկերացնում եմ, որ բացի այն հրապարակային հայտարարությունները, որ դուք այստեղ անում եք, ձեր հարցազրույցների ժամանակ անում եք, ես կարծում եմ, որ նաև ներքին քննարկումների ժամանակ
պետքա կարողանաք եւ փորձեք հասնել նրան, որ իրավիճակը երկրում իսկապես փոխվի։ Այս պարզ օրինակով ես ցույց տվեցի, որ կալանքը բացառապես պատժի միջոց է եւ օգտագործվում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Կամ Սամվել Կարապետյանին հունիսի 17-ից գործը օրինակ չի ուղարկվում դատարան։ Այդ մի նախադասության համար կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Միքայել Աճապահյանի մասով։ Մի դեպքում դատախազությունը համարում է, որ այդտեղ հանցանք չկա։ Մի 2 ամիս հետո մտածում ասում է, չէ, ամեն դեպքում ոնց որ հանցանք կա, խափանման միջոցը ընտրվում է կալանք եւ միջին ծանրության հոդվածով 2 տարի ազատազրկման է այսօր դատապարտված դրդասանը։ Այս ամփոփում եմ։ Այս բոլոր դեպքերը նկատի ունեմ եւ այն անարդարադատությունը, որը տեսնում է շարքային քաղաքացին։ Շնորհակալ եմ։ Իմ Համոյան, ես իհարկե հնարավորություն կտամ Տիկին Գալյանին, որ արտահայտվի, բայց եւս մեկ անգամ ես փաստորեն ճիշտ եմ հարցադրման մեջ։ Հավատացնում եմ ձեզ, ձեր հարցերի իրավաչափությունը չեմ վիճարկում, բայց հավատացնում եմ ձեզ, այդ հարցերի հասցեատեր ավելի շատ մենք ենք ձեզ հետ, քան Տիկին Գալյանը, որովհետեւ ոչ կալանքի հետ կապված հարցերը, ոչ դատավարության ժամկետների հետ կապված հարցերը, ոչ դատավորի վարկագծի հետ կապված հարցերը, բացառությամբ այն մասի, որը վերաբերում է կարգապահական վարույթ հարուցելուն։ Նախարարության տիրույթում չեն, դրա համար ի սկզբանե ես ասացի, որպեսզի մենք կարողանանք իրար ճիշտ հասկանանք։ Այն խնդիրները, որոնց մասին դուք խոսում եք, կան, բայց հավատացնում եմ ձեզ, հարցերի 90%-ը բացառությամբ նախարարության օրենսդրական գործունեության եւ բացառության վարչական դատական խորհրդի դիմելու նախարարության տիրույթում չեն, ավելի շատ մեր տիրույթում են։ Դրա համար երևի թե Տիկին Գալյանը կպատասխանի, բայց այդուհանդերձ մենք հստակ հասկանանք ում ինչ հարց ենք տալիս։ Բայց առանց սահմանափակելու, կարաք ցանկացած հարց տաք, սա վերաբերում է յուրաքանչյուրին։ Խնդրեմ Տիկին Գալյան։ Շնորհակալություն։ Տիկին Խաման, Այն որ մեր նախարարության անունը արդարադատության նախարարություն է, չի նշանակում, որ ինչպես պարոն Վարդանյանն էլ նշեց, մենք պատասխանատու ենք մեր երկրում արդարադատություն իրականացնելու համար եւ այն, որ մեր նախարարության անունը արդարադատության նախարարություն է, չպետք է քաղաքացիների մոտ թյուր ընկալում ստեղծի առայն, որ մեր երկրում արդարության մթնոլորտի արդարադատության իրականացման պատասխանատուն նախարարություն է, որովհետև նախարարությունը որևէ երկրում նման երևույթի պատասխանատուն չի կարող լինել, նախարարությունը քաղաքականության մշակման պատասխանատուն է եւ նախարարությունը զբաղված է հենց այդ գործով։ Ես մի միտք ունեի տարիներ շարունակ, որովհետև այս հարցը տարիների խորքից է գալիս, միշտ մարդիկ շփոթմունքի առաջ են կանգնում, նույնացնում են արդարադատության նախարարությունը արդարադատություն իրականացնող մարմինների հետ, եւ միտքս այն էր, որ պետք է նախարարության անունը փոխենք ոնց որ այլ երկրներում է եւ դարձնենք օրենքի նախարարություն օրինակ, բայց հետո մտածում եմ ցանկացած հակաօրինական արարք, որ տեղի ունենա մեր երկրում, Ministry of Law, որ շատ երկրներում այդպես է կոչվում, Ministry of Law, բայց հասկացա, որ բոլոր հակաօրինական արարքները էլի կկապվեն այդ նախարարության հետ ու մենք խնդիրը դրանով ըստ էության չենք լուծի եւ կրկնում եմ, որ նույնիսկ բարոյական դաշտում այն ամենի համար, ինչը արդար չէ կամ արդար չի ընկալվում քաղաքացիների կողմից, ես եւ նախարարությունը պատասխանատու չենք։ Մենք պատասխանատու ենք ոլորտի քաղաքականության մշակման համար, որը իրականացնում ենք եւ իրականացնում ենք կոնկրետ հասցեագրումներով, կոնկրետ նախագծերով, որոնց մասին ես արդեն խոսեցի։ Շնորհակալություն։